Եվ հենց ժամանել է այն ժամանակ Հալեպում պարզվեց, որ բացի մենք խնդիր ունենք։ Չէ, մոմակալն եմ շարժում։ Հալեպում պարզվեց, որ բացի վիզայից, որը ես ունեմ, առանձին թույլտվություն ա պետք լուսաբանման համար, եւ իմ լավ բարեկամ, լավ ընկեր Ժիրայր Ռեյսյանի հետ, որը Բերյոթեմի առաջնորդի մամուլի քարտուղար Բերյոթեմի մամուլի քարտուղարն էր, հետո դարձավ մեր падգամավորը հայկական համայնքի կողմից, ողջունել էր Ժիրայրին Ռեյսյան, Բեյրութում այմա, եթե չեմ սխալվում, այն ժամանակ գնացինք իրանց հատուկ ծառայություններից մեկը, որպեսզի այդ թույլտվությունը ինձ տան նկարահանման։ Իրանք այդեն խառելիքը ինչ որ հատուկ ծառայություններ ունեն, մեկը չի, երկուսը չի, նույնիսկ երեքը չի։ Այսինքն բացի բանակից մի շարք կառույցներ էին ներգրաված այս ողջ գործընթացի մեջ, եւ որ եկանք այդտեղ իմ տարիքի գեներալ էր, տեղակալներ այդ հատուկ ծառայության ղեկավարի Հալեպում, իմ տարիքի ու շփոթության աստիճանի ինձ նման արտակնապես, նույնիսկ կարելի էր մտածել, որ մենք հորեղբոր տղաներ ենք, ալավի էր, ու շատ ջերմ ընդունեց, դե Ժիրայրը ներկայացրեց, ասեց մեր խոշորագույն տենց մեդիա ընկերության, այն ժամանակ Pan-Armenian մեդիա գրուպի փոխնախագահն էի, եւ ասեց դե մեր հայրենիքից է եկել, որ մեզ վիճակում տենանք ինչա բան, շատ ջերմ ընդունեցին, բայց երևի իմ խաթր չէ ինչքան որ Ժիրայրի, որտեղ մեր համայնքը դե շատ լուրջ դիրքեր ուներ այն ժամանակ, ու ասեց հեսա լրատվության պետին կանչեմ, ձեզ ներկայացնի, մենք ոնց ենք աշխատում լրատվամիջոցների հետ։ Ես հասկանում եմ, որ Սիրիան լավագույն օրինակը չի աշխարհում, թե ինչպես է կարելի կառավարել լրատվամիջոցների շարժը պատերազմական իրավիճակում լավագույնը չի։ Բայց ամենաթարմն էր այդ բանը։ Դե ամեն դեպքում այնպես ինչ որ գոնը տեսել էինք էլի ու ինչ որ օգտակար բաներ անշուշտ մեջը կար։ Եկավ մի հատ ի զարմանս ինձ կին, նախ պատին կար քարտեզ, վարչական քարտեզ էր, ռազմական քարտեզ չէր, որում շրջաններն էին Հալեպի եւ մոտակա բնակավայրերը, ասեց դե քանի հոգի ա ձեր նկարանող խումբը, ասեցի գիտես ճիշտ ասած մենակ եմ ես, ցախ նկարանող խումբը մի հոգի ա, ես եմ իմ օպերատորը, պրոդյուսերը, հեղինակը, լրագրողը, չգիտեմ, մնացած ամեն ինչը, ու ասեց ավելի հեշտ, ուրեմն ու ներկայացնում է այդ լրատվական պետը, ասում է դե մի խումբ ունենք փուլ ա ձևավորվում, շաբաթը մենք երկու ուղղությամբ գնում ենք միջազգային լրատվամիջոցների հետ, մեկը դեպի հյուսիս քրդական ստորաբաժանումների հետ, որոնք օպերացիա են իրականացնում հյուսիսում, մեկը հարավ-արևմուտք էր, թե հարավ-արևելք էր, իրանց զորքերի հետ արդեն, երկու sense խումբ ա, ցես կտրամադրենք անհատական պաշտպանական միջոցներ, սաղավարտ, բաճկոն, թարգմանիչ, կուզեք անգլերենի, կուզեք նաև ռուսերենի ունենք թարգմանիչ եւ այլն։ Ասի գիտեք իմ ամենայն հարգանքով, ասի ես ճիշտ ասած մտադիր չեմ ոչ քրդերի հետ տեղ գնամ, ես շատ լավ եմ վերաբերվում ամենայն հարգանքով, ոչ էլ ձեր զորքերի, ես եկել եմ մեր համայնքի դարդին, եկեղեցի ունենք այդտեղ վառվող էլ արդեն Մայդանում, գնամ այդ հարցերը էլ ինձ դա է հետաքրքիր, ասին չէ, դե գիտես, եթե ուրիշ ուղղությամբ ես գնալու, քեզ ոչ սաղավարտ կտանք, ոչ բան չենք կարա, ոչ ուղեկցում, ոչ մի բան։ Բայց կարամ քեզ իմ այցեքարտը տամ, որտեղ կառավարական ուժերին հանդիպես իմ այցեքարտը ցույց տու, քո հարցերը կլուծեն։ Բայց եթե հանգարց այն կողմի որևէ մի զինյալների հանդիպես, այս այցեքարտը շուտ կեր, որովհետև լուրջ պրոբլեմա լինելու, դե ինչ որ տենց արևելյան մոտեցում էր, ինչ որ հայկական տարբերակ էր, դու չես հիշի երևի, բայց Անժելան կարող է հիշի 90-ականներին տենց Հայաստանում պետավտոտեսչության պետի այցեքարտներ նույն ֆունկցիան կատարում էլի, որ մոտդ ունենում էր, տես Նարուշիլովկի տեղ աշխատում էր։ Ես 86 թվին նոր ծնվել եմ, ոնց կա։ 5-6 տարեկանում պիտի հիշած լինես էլի երևի տենց 7-8 միգուցե, չէ՞, չես հիշում։ Իսկ դու մոտավոր այդ տարիքում որ գնացրես պատերազմ, դա ոչինչ չի նշանակում։ Մի խոսքով, այդ այցեքարտը տվեցին արտոնագրի տեղ պոստապոստն, ասես գնա ինչ ուզում ես արա։ Իդեպ աշխատեց այդ այցեքարտը, միտեղ Սուլեյմանի թաղամասում ռմբակոծության ժամանակ ինձ պատրուլ է բռնեց, տարան իրանց բլոկ պոստը, ասեցի ես ինչ մարդն եմ, ես էլ այցեքարտը տվել է, ես ինչ ղեկավարը, ասել է որ ասեմ կապ հաստատեք, շուտ տենց տարան հանգիստ, սուրճ հյուրասիրեցին,
բայց այդ ավտոմատները տենց վրես էին պահել, սուրճը ստիպված խմեցի, որտեվ թող ներեն ինձ բոլոր մեր սիրահայ բարեկամները, այդ սուրճը ես չեմ կարող խմեմ, որտեվ նենց բան, բայց դե ստիպված ամոթի գյուրա տենց ժպտելով այդ սուրճը խմել եմ շատ դժվարությամբ։ Մի խոսքով աշխատեց։ Ավտոմատով մարդիկ են գցում սուրճ հյուրասիրում նավսեկ։ Հա, չես կարող չխմես, երբ որ այդ զենքն էլ տենց կիսավրետ են պահում, տենց տարօրինակ նայում են, էլի, որ ով էսի, մի խոսքով, բայց ինչներ է տակրկիր, որ այդ բաշխումը զոնաներով ըստ էության կար իրանց մոտ ընդունված ձևաչափ,